Այսօր պատրաստելու եմ նարնջագույն դդմիկով աղցանը, շատ համեղ եւ շատ օգտակար աղցան է, բաղադրությունը ներքևում նշված կլինի, կտեսնեք, հիմա սկսենք աշխատել։ Բայց աշխատանքի ժամանակ ուզում եմ մի քիչ տարիքով իմ մարդիկ, ովքեր որ ինձ հետևում են, մի փոքրիկ օգնեմ իրանց, որպեսզի իրանք կարողանան YouTube-ը նայել։ Մեծահասակները, որոնք մի քիչ դժվարանում են YouTube-ից օգտվելու կամ գրանցվելու համար, դիմեք ձեր թորնիկներին, թորնուհիներին, երեխաներին, թող ձեզ գրանցեն YouTube-ում, որ դուք տեսնեք։ Ամեն ինչ նկարվում է մինչև վերջ, ուղղակի Instagram-ը չի թույլ տալիս, դրա համար մենք դնում ենք YouTube, որպեսզի YouTube-ում կարողանաք նայել։ Շատ բարակ քերիչով անցկացնելու եմ այս դդմիկը, կորիզային մասը աշխատում ենք չանենք։ Շատ կարևոր աղցան է, բավականին շատ վիտամիններ է պարունակում, հետո այս միջուկները չենք նետելու, այս միջուկները ապուր ենք պատրաստելու, որպեսզի շատ վիտամիններով հարուստ ապուր ունենաք եւ ունենաք աղցան, քանի որ մենք պասի ընթացքում ենք, այս աղցանը կարող եք պատրաստել այս ոնց որ միջուկով, գազարի միջուկով, բիբարով, հա, դրանք կունենաք ապուր պատրաստելու համար։ Առանց մսի, բանջարեղենային սիրուն ապուրներ կունենաք։ Շատ բարակ քերիչով եմ անցկացնում, որովհետև գազարը կորեականի նման է լինում, այս դդմիկներ հետը։ Անկրկնելի համ ունի, գիտեք ինչ համով է։ Ես շատ եմ սիրում ու իմ այցելուներն էլ են շատ սիրում։ Աղցանը թույլատրելի է բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն խոց, գաստրիտ, մարսողության խնդիրներ, դիսբաքսերոզ, այդ հիվանդությունների շարանը շատ է եւ դրա համար նույնիսկ այստեղ մի փոքրիկ գաղտնիք եմ ուզում ձեզ ասել։ Այս աղցանի հետ զուգահեռ կարող եք օգտագործել դուք մանգոյի սմուզին։ Այդ հիվանդությունների ժամանակ ցիտրուսները բացառում ենք, աշխատում եք ցիտրուսներ շատ չօգտագործել, լավ։ Ավելի շատ մանգո, պապայա, այս կարգի մրգեր պետք է օգտագործել։ Ծիրանաչրի կամպոտ, ձեզ իրա մասին կասեմ, կխոսենք, կբացատրեմ։ Չրակամպոտ շատ էփում են լեռնականցիները, գիտեք, իրանք միշտ ձմռանը ունենում են։ Ճիշտ է, բոլոր տեղերն էլ անում են, բայց լեռնականցիների համար ոնց որ ամենի կարևոր է այդ չրեղենով կամպոտը միշտ հյուրասիրություն են ունենում։ Ես էլ եմ հյուրասիրվել եւ շատ գոհ եմ։ Հիմա տեսեք, արեցինք շատ բարակ կտրատելու եմ մեր դեղնանարնջագույն բիբարները եւ դեղինը ունեմ եւ նարնջագույնը, տեսեք ինչքան սիրուն է լինելու։ Վիտամին C-ն ապահովելու ենք այս բիբարների եւ լիմոնահյութով։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ այս գույներին արդեն սովորում են։ Միտիկի զանգահարել է, ինձ ասում է Նազիկ ջան, գնացել էի խանութ, ամեն ինչ ման էի գալիս, որ նարնջագույն լինի։ Երբեք ասма չէի մտածել, որ այսքան նարնջագույն պտուղ բանջարեղեն կա, ասում եմ ուշադիր չէ եղել, եւ ինքը տանը իր թորնիկների համար պատրաստել է ապուրը, աղցանը, որը որ հետևում է։ Հա, բա գիտեք ինչ մի հատ լավ բան եմ ուզում ասել, մի հատ հեսա հյուր եմ գնալու շատ կարևոր տեղ։ Մանկապարտեզ, որտեղ որ պատրաստում են այն դայետի բաղադրատոմսերով։ Հերմինե ջան, շատ ապրես, որ լսում ես ինձ, խորհուրդներս ընդունում ես եւ այդ բալիկներին կերակրում ես իդեալական առողջ սնունդ։ Հիմա նայեք, սիրելիներս, այս բիբարն էլ ենք սենց լցնում։ Ավելացնելու եմ, նայեք մի հատ, նա տեսեք էլի, հատ նայեք ինչ սիրուն է, ես այո ձեռքերով եմ խառնելու, իրան, սարքենք սենց հավես, ավելացնելու ենք բանջարեղենային համեմունք, կարմիր բիբարը մի փոքրիկ ավելի շատ, սևը մի փոքրիկ ավելի քիչ, ըստ ձեր քիմքի, հա, գրամները չեմ գրում, որովհետև մեկը կծույա սիրում, մեկը տաղիա սիրում, ավելացնելու եմ լիմոնահյութ, ովքեր սիրում են շատ թթու եւ չունեն առողջության խնդիր, կարող եք ավելացնել մի փոքր քանակությամբ քացախ, խնձորի քացախ։ Ես ավելացնելու եմ իմ սիրելի ավոկադոյի ձեթը։ Կարող եք սամիթ էլ անել, բայց ես սիրում եմ, որ ինքը այսպես մնա, արդեն սենց խառնենք, նայեք էլ եւ խնդրում եմ,
երեխեք մի հատ կպատրաստեք, ով առաջինը պատրաստի նկարի ուղարկի, ձեզ նվեր եմ ուղարկելու, բայց որ լինի Կալիֆոռնիայից, ոչ Հայաստանից, լինում է որ Հայաստանից էլ են գրում, տեսեք։ Վայ, ես ինչ անուշա, կարող եք մի փոքրիկ էլ սխտորի փոշի անել, եթե սիրում եք։ Ես պատրաստել եմ իդեալական դիետիկ, որովհետև այս աղցանը հենց հիմա ուղարկելու եմ իմ շատ հարազատ մի տղայի, որը ունի առողջական խնդիր եւ փորձելու եմ օգնել իրան, տեսնեմ դուր կգա։ Առողջ եղեք, սիրելիներս, ուրախ ապրեք, թող ձեր ընդունած պասը, որը որ դուք սկսել եք, Աստծո կողմից ընդունելի լինի եւ այդ պասում շտկումները գնա մինչեւ կյանքի վերջ։